Պետությունը հենց նրա համար է կառավարությունը, որ արագ արձագանքի եւ այնպես անի, որ քաղաքացին չտուժի։ Հիմա մի երկրում ենք ապրում, որ այդ արագ մոբիլ աշխատանքը կամ գործընկերային հարաբերությունները կամ չկան կամ չեն լուծվում։ Վրաստանի օրինակով ես կարող եմ ասել, որ օրինակ ամիսներ շարունակ բեռնափոխադրողները ուրեմն խնդիրներ են ունեցել Վրաստանի տարածքում եւ լուծում չի ստացել այդ խնդիրը։ Կոնյակ արտահանողների հետ, ծաղիկ արտահանողների հետ, գազատարների հետ, հեղուկգազի ուրեմն բեռնատարների հետ կապված։ Հիմա այդ խնդիրները չեն լուծում։ Դրա խորքում նաև ինչ որ քաղաքական շերտեր կան, այսինքն պետությունների հարաբերությունները եւ միշտ գիտեք այդ փափուկ ուժի քաղաքականություն տարբեր երկրներ քաղաքականությունը կիրառում են որոշակի առումով իրենց բողոքը կամ համաձայնությունը կամ հարաբերությունների վատթարացումը ուրեմն ինչ որ մի ձև արտահայտելու ազդելու վրա։ Հիմա կոնկրետ խնդիրը կա, առաջին հերթին ինչ պետք է անեն, պետք է զանգեին իրենց գործընկերների, որովհետև այդ կապերը, իրենք ասում են, որ այդ կապերը մենք ունենք, ասում են շատ լավ հարաբերություններ ունենք, ռազմավարական եւ այլ առումներով որևէ խնդիր չունեն Վրաստանի Դաշնության հետ, բայց այդ խնդիրը օրինակ առաջանում է Վրաստանի Դաշնության։ Նույնը նաեւ Ռուսաստանի հետ։ Պետք է այս շենքում գտնվող անձը կառավարության ղեկավարը կամ այլ պաշտոնյաներ սարքեին առաջնային խնդիր եւ պարբերաբար, ասինքն չգիտեմ, էլի օրը չանցնել այս խնդիրը արդեն կարգավորված է։ Գոնե թե եթե հիմնավոր լուծում չլներ, գոնե այդ ժամանակավոր լուծումները տրվել մինչև հիմնական լուծման տարբերակներն ու եղանակները գտնվեն։